Ողջույն բոլորին, ժողովուրդ ջան, շատ մարդիկ կան ձեր մեջ, ես գիտեմ, որ ծանոթ են ՊԻ-ին, բայց չեն կարողանում անցնեն վերիֆիկացիաները, չեն կարողանում մտնեն չեքլիստ եւ այնտեղ 9 հատ կետ կա, այդ 9 կետը պետք է անպայման կանաչի։ Ես ուրեմն ձեզ բանավոր ասեմ, ինչ պետք է անեք։ Եթե հանկարծ մարդիկ կլինեն, որոնց բարձ չլինի, խնդրում եմ կոմենտների մեջ գրեք, ես անպայման առանձին վիդեո կնկարեմ, հեռախոսով ցույց կտամ մանրամասն, բայց բարդ բան չկա այդքան էլ։ Երբ որ մտնում եք ՊԻ-ի ծրագրի մեջ, վերևը ձախ կողմի անկյունում կա 3 հատ գիծ, սեղմում եք դրան։ Մտնում եք երկրորդի մեջ, գրած է MyNet։ Այնտեղ ուրեմն 3 հատ գույն պետք է լինի։ Ռոզովի գույնը դա ձեր փոխանցվող ՊԻ-երն է, որ փոխանցվելու է։ Ուրեմն կապույտ ՊԻ-երը, որ արդեն փոխանցվել է, դեղին ՊԻ-երը, որը կփոխանցի այն ժամանակ, երբ որ ձեր հրավիրված նույնպես կանցնեն 9 կետերը, KYC-ին եւ այլն եւ այլն։ Ձեր մոտ այնտեղ կերևա թե որքանը փոխանցվելու է դեղինով։ Փոխանցումը տևելու է ուրեմն ձեր չեքլիստը անցնելուց 14 օր հետո։ Այնտեղ նաև կա կոնֆիգուրացիա բլոկիրովկի, որը ինչ է նշանակում։ 14 օր հետո այնտեղ դուք կարաք ձեր ՊԻ-երը դնեք, այսպես ասած, զալոգ, դուք եք ընտրում քանի օր, քանի տոկոսը։ Ես ընտրել եմ օրինակի համար, եթե չեմ սխալվում, 1 ամսով, եթե չեմ մինիմալից մի հատ բարձր եմ ընտրել 100%-ը իմ ՊԻ-երի, մյուս փոխանցվող։ Իմ առաջինը արդեն փոխանցում եղել է 115 հատ ՊԻ, մյուսը պետք է լինի 80 հատ, որը կլինի 14 օր հետո եւս մոտավոր մի ամիս կմնա հենց ՊԻ-ի մեջ, ու ինձ մի 40-50% ավել ՊԻ կտա։ Ուրեմն ինչ որ վերաբերվում է չեքլիստին, մտնում եք MyNet, ՊԻ-երը ձեր տեսնում եք որքան է փոխանցվում, որքան չի փոխանցվում դեռևս, իջեցնում եք, այնտեղ գրած է MyNet checklist։ Մտնում եք այդ checklist-ը, պունկտերը, որը կանաչ չի, սեղմում եք, այնտեղ պետք է լինի, որ ներբեռնեք ՊԻ-ի բրաուզերը, որի մեջ հենց գտնվում է ուրեմն կաշիլյոկը, որտեղ որ փոխանցվելու է արդեն ՊԻ-երը։ Ներբեռնում եք դա, այնտեղ 24 բառանոց կոդ է ինքը ավտոմատ գեներացնելու։ Դա անպայման պահպանում եք ձեր մոտ, զամետկաների մեջ կամ այնպես տեղ, որ հանկարծ չկորցնեք։ Դրանից հետո հաստատելու եք ձեր կաշիլյոկը, մուտք եք գործելու, այնտեղ տեստային ՊԻ-եր է ձեզ փոխանցելու, որպեսզի ստուգի ուրեմն ձեր կաշիլյոկի այսպես ասած ունակությունը ՊԻ-եր ընդունելու եւ փոխանցելու։ Որից հետո այնտեղ ներքև արդեն կպահանջվի KYC։ KYC-ին ուրեմն սկզբից կանցնեք կամերայով։ Այսինքն պետք է հասկանան, որ դուք ռեալ մարդ եք, ռոբոտ չեք։ Հետո փոխանցելու եք իրենց անձ հաստատող փաստաթուղթ, ID, անձնագիր, պրավա նույնիսկ, որից հետո արդեն ուրեմն ամբողջը կանաչելուց հետո ձեր ՊԻ-երը կփոխանցվեն կաշիլյոկ եւ կկարողանաք հանել։ Իդեպ, եթե մարդիկ ովքեր դեռ չունեն ՊԻ, կարող են ՊԻ-երը գնել, դեռ այդքան թանկ չեն, 1.5, 1.7, 1.8 դոլարի մեջ տատանվում է, մինչև 2-ա բարձրանում իջնում։ Դա իմ կարծիքով խելամիտ ներդնում կլինի կրիպտո արժույթի մեջ։ Գրեք, խնդրում եմ, եթե պարզ է այս ամեն ինչը, շատ ուրախ կլինեմ, եթե չէ, առանձին վիդեոյով կնկարահանեմ, ցույց կտամ։ Իսկ մենք կհանդիպենք։